Իմ տղաս զանգեց ու ասաց. «Մենք փոխել ենք կողպեքները, դու այլևս այստեղ չես ապրում»։ Ես հանգիստ պատասխանեցի. «Շատ համարձակ քայլ է քեզ համար»։ Իսկ 2 օր հետո նա շտապնամակ ստացավ փաստաբանից ու սառեց, բայց այնինչ եղավ դրանից հետո ավելի ուժգին ցնցեց նրան, որովհետև ես։ Պատմությունը սկսելուց առաջ բաժանորդագրվեք եւ դրեք լայք։ Խնդրում եմ, սա ինձ համար շատ կարևոր է։ Դա կօգնի շարունակել նման պատմություններ պատրաստել։ Իսկ հիմա հաճելի լսումներ։ Սկսում ենք։ Տաթևի ուղարկավորությունը ծանր էր։ Մենք սերտ ընկերուհիներ չէինք, ավելի շուտ հարևանական ընկերություն էր։ Խանութում զրուցում էինք, երբեմն միասին գնում էինք դեղատուն կամ պոլիկլինիկա, բայց երբ արդեն 79 ես, ամեն նման հրաժեշտ կրծքիդ հարված է։ Այս տարի արդեն 3-րդ ուղարկավորությունն է, իսկ ամառը նոր է սկսվել։ Ես դանդաղ էի վերադառնում տուն, հենվելով փայտին, ձմռանը ընկել էի, ծունկս դեռ չի ապաքինվել։ Բժիշկներն ասում էին, ձեր տարիքում ժամանակ է պետք, բայց ես հրաժարվում էի լսել։ Ես դեռ ուժ ունեի, ծրագրեր ունեի, չէի պատրաստվում հանձնվել միայն այն պատճառով, որ 73 տարեկան եմ։ Լազյան փողոցը դիմավորեց ինձ լռությամբ։ 38 տարի եմ ապրում այս տանը, միևնույն տեղում, ամեն ինչ ծանոթ է մինչև մանրուք, ինչպես երեկոյան ժամը 4-ին ցանկապատից ստվեր է ընկնում, ինչպես ճռճռում է աստիճանների աջ աստիճանը։ Փոքրիկ խնամված տներ, հարթ փոքրիկ այգիներ, ծաղկող ծառեր, հին թաղամաս, հանգիստ եւ իր ձևով հարմարավետ։ Այստեղ է անցել իմ կյանքի գրեթե ամբողջը, բայց վերջին ամիսներին իմ տղա Կարենը ավելի ու ավելի հաճախ էր ասում, որ պետք է տեղափոխվեմ ավելի մոտ մարդկանց։ Մամ, դուք հասկանում ես, մենակ այդպիսի տանը արդեն ծանր է, վարարան, ջուր, աստիճաններ, հանկարծ ինչ-որ բան պատահի։ Իմ տանը ընդամենը 5 աստիճան է դեպի ցանկապատը։ Ամեն անգամ հանգիստ պատասխանում էի ես, իսկ նա շարունակում էր. մենք Ժաննայի հետ գտել ենք հիանալի պանսիոնատ, արևոտ լանջ, տեսարան դեպի զբոսայգի, սնունդ, բժշկական հսկողություն։ Ես այնտեղ եղել եմ, գեղեցիկ է, մաքուր, բայց դա կյանք չէ։ Այնտեղ հոտ է գալիս դեղորայքից, այնտեղ ամեն ինչ ռեժիմի ու լռության մասին է։ Ինձ համար դեռ վաղ էր։ Ես բարձրացա աստիճաններով, հանեցի բանալիները, մտցրի կողպեքի մեջ, չի մտնում, պտտեցի ջրեք, բայց չի բացվում, փորձեցի նորից, հետո մյուս բանալին, հետո ամբողջ մաղաղը, ոչինչ, եւ այդ պահին հասկացա, կողպեքները փոխված են։ Կանգնած էի հենված փայտիս, եւ ներսում ամեն ինչ սարճում էր։ Սա սխալ չէ, պատահականություն չէ, սա արված է դիտավորյալ։ Հանեցի հեռախոսը, այդ քիչ նոր գյուտերից մեկը, որին այդպես էլ չսովորեցի։ Իգորը պնդել էր. «Մամ, վերցրի սմարթֆոնը, հանկարծ ինչ-որ բան պատահի»։ Սեղմեցի նրա անունը, գնաց զանգը, 3-րդ զանգից հետո վերցրեց. «Մամ, արդեն տան ես»։ Կլինեի, եթե ինձ թողնեին ներս, բանալիները չեն մտնում, լռեց։ Ես նույնիսկ լռության միջով լսում էի, թե ինչպես է նա բառեր փնտրում։ Մենք կողպեքները փոխել ենք, ուզում էի ասել քեզ։ Մենք Ժաննայի հետ մտածեցինք, որ սա լավագույն որոշումն է։ Դուք ինքդ էիր ասում, որ դժվար է քայլել։ Իմ տունը միահարկ է, Կարեն, 5 աստիճան է դրվի ցանկապատը։ Մամ, երեք դու վառարանը միացրած էիք թողել, ես մի րոպե էի հեռացել։ Հեռախոսը զանգեց, վերադարձա Ժաննան առանց թակելու մտել էր ու ամեն ինչ տեսել։ Լռություն։ Մենք քեզ համար սենյակ ենք պատրաստել մեր մոտ։ Հետո արևոտ լանջում։ Արդեն պայմանավորվել եմ, հենց հիմա բալկոնով սենյակ է ազատվել։ Ես լռում էի, հետո շատ հանգիստ հարցրի. Այսինքն հիմա ես այլևս այստեղ չեմ ապրում։ Մամ, այդպես մի ասա, մենք հոգ ենք տանում։ Շատ հոգատարություն, ընդհատեցի ես։ Մինչ ես հուղարկավորության էի, դուք կողպեքները փոխեցիք ու սկսեցիք իմ իրերը հավաքել։ Ժաննան միայն անհրաժեշտն է հավաքում։ Մամ, կարող եմ գալ քեզ բերեմ, կամ Ժաննան կգա։ Պետք չէ, գիշերը կգտնեմ որտեղ մնամ, իսկ վաղը կխոսենք փաստաթղթերի մասին։ Մամ, դու չես հասկանում։ Ես անջատեցի զանգը, շունչ քաշեցի, արտաշնչեցի։ Շուրջը ոչ մի հարևան։ Եվ շնորհակալ եմ Աստծուն, որ ոչ ոք չտեսավ իմ նվաստացումը։ Թեև անկեղծ ասած սա անակնկալ չէր։ Վաղուց ամեն ինչ գնում էր այս ուղությամբ։ Ես արդեն վաղուց էի նկատել նշանները։ Կարենը սկսել էր ավելի հաճախ հարցնել. Մամ, քո հաշիվներում ամեն ինչ կարգին է։ Դու վստահ ես, որ կարող ես մենակ մնալ։ Ինչ կանենք տան հետ, եթե։ Ժաննան էլ իր հերթին անընդհատ ստուգումներ էր անում, առանց թակելու մտնում էր, բացում էր սառնարանը, նայում էր արդյոք ես ճիշտ եմ ուտում, արդյոք դեղերը ժամանակին եմ խմում։ Իսկ թորնիկներս, Արամն ու Աստղիկը, վերջին ժամանակներս շատ էին հետաքրքրվում տան ճակատագրով։ Տատ, ինչ կլինի տան հետ, երբ դու։ Գիտես, ես հիմար չեմ։ Լսել եմ, թե Արամը ինչպես է խոսում հեռախոսով ընկերոջ հետ։ Տատիկի տունը ոսկի անշարժ գույք է, թաղամասը տարեց տարի թանկանում է։ Ժաննան էլ մի անգամ կարծես պատահաբար ասաց. այդ հին սպասքը շատ արժեքավոր է, պահպանենք, հետո կտեսնենք։ Ես կանգնած էի փողոցում, տան դիմաց, ու նայում էի այն պատուհաններին, որոնց հետևում անցկացրել եմ կյանքիս գրեթե կեսը։ Հետո հանեցի հեռախոսս ու զանգեցի մեկ ուրիշ համարով։ Ալո, Վերա, ես եմ Լիդիան։
հիշում ես ինձ։ Իհարկե հիշում եմ, Լիդիա, դուք ինձ ստիպում էիք կիրակի օրերին էլ խնդիրներ լուծել։ Հիմա դու փաստաբան ես ու երևի ինձ օգնության կարիք կունենամ, հնարավորինս շուտ։ 20 րոպե հետո տաքսին արդեն եկել էր։ Ես մի վերջին անգամ նայեցի տանը, ցանկապատին, գլումբայի շուշաններին, պատուհաններին։ Ամեն ինչ նույնն էր, միայն դուռը փակ էր ինձ համար։ Բայց սա վերջը չէր, սա սկիզբն էր։ Եթե իմ որդին որոշել է, որ ես այլևս ինքս ինձ համար կռվել չեմ կարող, նա մեծ սխալ է թույլ տվել։ Ես Լիդիան եմ, 35 տարի մաթեմատիկա եմ դասավանդել։ Եթե կյանքում կա համակարգ, ես այն կգտնեմ, իսկ եթե ինչ-որ մեկը սկսել է խաղ իմ դեմ, նա դեռ չգիտի, թե ում հետ է գործ ունենում։ Տաքսիստը տարավ ինձ քաղաքի կենտրոն, ապակե մեծ շենք, պահակ, վերելակներ, մարմարե հատակ։ Վերայի գրասենյակը 8-րդ հարկում էր։ Ներսում ամեն ինչ խիստ, բայց հարմարավետ։ Սեղան, փաստաթղթերով դարակներ, պատին 2 չեզոք բնանկար։ Վերան ընդունեց ինձ ջերմությամբ, արդեն 40-ի սահմանին էր։ Կարճ խնամված մազեր, վստահ շարժումներ, հանգիստ ձայն։ Բայց ես դեռ տեսնում էի առաջին դասարանցի աղջնակին, 2 կողմից հյուսած, ով 9-րդ դասարանում ամենից արագ էր լուծում ամենադժվար խնդիրները։ Ընկեր Լիդիա, նա գլուխը թափ տվեց, փակելով բլոկնոտը, որտեղ գրառել էր իմ ամբողջ պատմությունը։ Այն ինչ արել է ձեր որդին ոչ միայն անպարքեշտ է, այլև օրենքի խախտում է։ Նա ըստ էության ձեր բացակայության ժամանակ գրավել է ձեր սեփականությունը։ Ես չեմ ուզում դա դիտալ Կարենին, հոգնած ասացի ես, նա իմ որդինն է։ Այդ դեպքում գլխով արեց Վերան, մենք կգտնենք այլ ճանապարհ։ Բայց նախ եկեք ստուգենք փաստաթղթերը։ Տունը ում անունով է գրանցված։ Ես հանեցի թղթապանակը, որը 6 ամիս էր պահում էի, հենց այն պահից, երբ նկատեցի, որ Կարենը չափից շատ է հետաքրքրվում իմ ֆինանսներով, ես սկսել էի ամեն ինչ հավաքել մեկ տեղում՝ գնման պայմանագիր, վարկի մարումներ, բանկի թղթեր, նույնիսկ կտակը։ Վերան լուր էր կարդում։ Տունը ամբողջությամբ ձերն է, վարկը մարված է, ոչ մի սահմանափակում, միայն դուք եք սեփականատերը։ Նա նույնիսկ 1 քառակուսի մետրի իրավունք չունի։ Լավ, ասացի ես, հիմա նամակ, ուզում եմ, որ հասկանա, թե որքան լուրջ է ամեն ինչ։ Կանենք, բայց մոտակա օրերին որտեղ եք ապրելու։ Կվարձեմ ինչ-որ բան, կամ հյուրանոց։ Ոչ մի դեպքում, վճռականորեն ասաց Վերան, իմ մոտ կա ազատ սենյակ, մնացեք այնքան, որքան պետք է, եւ առարկություններ չեմ ընդունում։ Ուզեցի արարկել, բայց նա մեկ ժեստով կանգնեցրեց ինձ։ Դուք առաջին մեծահասակն էիք, ով հավատաց ինձ։ Դուք ասացիք, որ սանտեխնիկի դուստրն էլ կարող է դառնալ լավ իրավաբան, եւ շնորհիվ ձեզ ես չհանձնվեցի։ Հիմա իմ հերթն է օգնել։ Եվ ես համաձայնվեցի։ Այդ երեկո մենք գնացինք նրա տունը։ Լուսավոր, ընդարձակ բնակարան, մեծ պատուհաններով, գրքերի դարակներում իրավագիտության գրքեր, պատին երեխաների լուսանկարներ ավարտականից, հյուրասենյակում կոկի կանգողին, տաք վերմակ, ծաղկամանի մեջ երիցուկներ։ Ես դրեցի սեղանիկին միակ անձնականիրը, որը վերցրել էի տնից, արծաթե շրջանակով լուսանկարը։ Ես ու ամուսինս այգու ֆոնին նոր ենք ստացել տան բանալիները։ Երկուսս էլ ծիծաղում ենք, երիտասարդ, խրպոտ երջանիկ։ Նստեցի անկողնուն, նայում էի այդ լուսանկարին։ Քանի տարի է անցել, երբ Վազգենը հիվանդացավ, Կարենը ընդամենը 8 տարեկան էր։ Ես մնացի մենակ, աշխատում էի դպրոցում, առաջին ժամեր էի վերցնում, շրջանակներ էի վարում, վարկ էի մարում, բաժինների, ուսուցիչների փող էի վճարում։ Գիշերները ստուգում էի տետրերը, իսկ հետո լոգարանում լաց էի լինում, որ ոչ ոք չլսի։ Բայց մենք հաղթահարեցինք, ես ամեն ինչ տվեցի նրա համար։ Կարենը համալսարան ընդունվեց, դարձավ ֆինանսական խորհրդատու, ընտանիք կազմեց։ Ես հպարտանում էի նրանով, իսկ հիմա նա ինձ դուրս է շպրտում սեփական տնից, առանց նախազգուշացման, առանց ամոթի։ Հաջորդ առավոտյան մենք Վերայի հետ գնացինք բանկ։ Խնդրեցի վերջին 5 տարվա բոլոր հաշիվների քաղվածքը։ Մենեջերը քաղաքավարի տպեց փաստաթղթերը։ Ես նաև հրամայեցի հանել Կարենին որպես վստահված անձ։ Նա այլևս իրավունք չուներ դիպչելու իմ փողերին։ Հետո գնացինք մեկ այլ բանկ։ Այնտեղ էր պահվում իմ սեյֆը։ Ներսում բնօրինակ փաստաթղթեր, կտակ եւ ձայնագրիչ։ Սովորական ծխախոտի տուփի չափի։ Արդեն 3 տարի է ամեն ինչ ձայնագրում էի որդուս ու նրա ընտանիքի հետ ունեցած խոսակցություններից։ Ոչ վրեժից, այլ զգուշավորությունից։ Զգում էի, որ ինչ-որ բան է մոտենում։ Ամենակարևորը վերցի, մնացածը պարզապես իրեր են։ Վերադարձանք գրասենյակ։ Վերան սեղանին դասավորեց թղթերը։ Սա լուրջ գործ է։ Հաշիվներ, փաստաթղթեր, քաղվածքներ, ձայնագրություններ։ Մեր դիրքորոշումը շատ ուժեղ է։ Ես չեմ ուզում կործանել նրա կյանքը, հանգիստ ասացի ես։ Բայց դուք իրավունք ունեք պաշտպանել ձեր կյանքը, հանգիստ պատասխանեց նա։ Եվ մենք գրեցինք նամակը։ Հանգիստ իրավաբանորեն ճշգրիտ, բայց էությամբ անողոք։ Այնտեղ կար ամեն ինչ։
Անօրինական կողպեքի փոփոխություն, հարկադիր վտարման փորձ, վստահագրի չարաշահում գումար հանելու համար, վերջում պահանջ, անմիջապես վերադարձնել տանը մուտքի հասանելիությունը։ Ես խնդրեցի ավելացնել կետը բարոյական վնասի մասին։ Թող իմանան, որ սա պարզապես վիճաբանություն չէ, սա լուրջ է։ Նամակն ուղարկեցին ոչ միայն նրա տան հասցեով, այլև աշխատանքայինին։ Թող գործընկերները կարդան, թե ինչպիսի հոգատար որդի է աշխատում նրանց մոտ։ Երեկոյան մենք վերայի հետ բարձրացրինք գինու բաժակները։ Արդարության համար, ասաց նա։ Կյանքի դասերի համար, պատասխանեցի ես։ Հաջորդ առավոտյան վերան գնաց աշխատանքի, իսկ ես մնացի նրա բնակարանում, պատուհանի մոտ թեյի բաժակով։ Ներքևում զբոսայքի, երեխաները խաղում են, երիտասարդ մայրերը զրուցում են նստարաններին, տատիկ-պապիկները դանդաղ քայլում են փայտերով։ Ամեն ինչ ընթանում է իր հերթականությամբ։ Բոլորն ունեն սովորական կյանք, իսկ իմը կարծես փոս է ընկել։ Երեք դեռ տուն կար, լռություն, կարգ ու կանոն, իսկ այսօր պայքար։ Բայց տարօրինակ է, ես չէի զգում ինձ օգնական։ Հակառակը ներսում ի հայտ եկավ վաղուց մոռացված ինչ-որ բան։ Որոշում, ուժ, խաղաղություն, բայց ոչ հանձնվելու խաղաղություն։ Երբեմնի ես հենց այդպիսին էի, համառ, հաշվարկի մեջ սառը, խառնաշփոթի մեջ հանգիստ։ Այդպես եմ մեծացրել Կարենին մենակ, Վազգենի մահից հետո։ Եվ եթե հիմա կրկին պետք է բռունցքի մեջ հավաքեմ կամքս, ես կանեմ դա։ Ես ոչ թե ծերուհի եմ, որին կարելի է փակել պանսիոնատում։ Այդ ընթացքում նամակը հասավ։ Ինչպես պլանավորել էինք, Կարենի գրասենյակում նամակը հանձնեց կուրիերը, ստորագրությամբ, իսկ երկրորդը ուղիղ տուն։ Ես պատկերացրի, թե ինչպես է նա կարդում տողերը։ Անօրինական վտարում, խաբեությամբ գումար հանել, հնարավոր քրեական գործ։ Պատկերացրի, թե ինչպես է գունատվում, ինչպես է դեմքը խեղվում։ Վերան երեկոյան զանգեց։ Քարտուղարը ասել է, որ նա վերցրել է հանգստյան օր։ Ասել է ընտանեկան հանգամանքներ, նշանակում է նամակն արդեն կարդացել է։ Թող մտածի, միայն ասացի ես։ Ամեն անհրաժեշտն իմ մոտ է, իսկ մնացածը կարևոր չէ։ Կարող է ոստիկանություն կանչել։ Ֆորմալ առումով նա առանց թույլտվության է մտել տուն։ Ես գլուխս թափ տվեցի։ Պետք չէ, նա իմ որդին է։ Թող հասկանա, թե ինչ է արել։ Անցավ 2 օր, իսկ երկրորդ օրը զանգ եղավ։ Կարենի համարը, չպատասխանեցի։ Հետո երկրորդ զանգը, կրկին լռություն, հետո SMS։ Մամ, եկ խոսենք, ոչ հեռախոսով, անձամբ։ Մենք վերայի հետ ընտրեցինք վայրը։ Իմ սիրելի սրճարանը, Հարավային քամի, փոքրիկ, հարմարավետ։ Այնտեղ նախկինում գործընկերների հետ նշում էի վերջին զանգերը։ Տանում էի Կարենին տորտ ուտելու, երբ փոքր էր։ Հիմա այդ վայրը դարձել էր ճակատամարտի դաշտ։ Մտածումներով էի լցված, մինչ մենք վերայի հետ գնում էինք սրճարան։ Նա վստահ, բաց գույնի կոստյումով, ես նոր փայտով եւ ուղիղ մեջքով։ Ներսում հեռավոր սեղանի մոտ արդեն նստած էր Կարենը։ Նյարդային շրջում էր սուրճի բաժակը։ Պետք է ընդունել, տեսքը լավ չէր։ Կնճռոտ վերնաշապիկ, աչքերի տակ կապտուկներ, մորուք։ Մենք մոտեցանք, նա վեր կացավ։ Մամ, ես ձգվեց գրկելու։ Ես քայլ արեցի կողք։ Ավելի լավ է առանց թատրոնի։ Նստենք, պայուսակից հանեցի ձայնագրիչը, դրեցի սեղանին։ Ինչ է սա, լարվեց նա։ Ձայնագրություն, մեր խոսակցությունը կգրանցվի, եթե դեմ չես։ Ուզում եմ, որ ամեն ինչ ասես, լինի ազնիվ։ Մամ, բայց մենք ընտանիք ենք։ Նա ձգված ժպտաց։ Հենց դա էլ կա։ Ընտանիքում այդպես չեն վարվում։ Պատվիրեցինք, ջուր Վերայի համար, սուրճ Կարենի համար, թեյ ինձ։ Հետո լռություն։ Մամ, ես հասկանում եմ, թե ինչպես է սա թվում, բայց ես չէի ուզում չարիք։ Նա կակազում էր։ Դու փոխեցիր կողպեքները իմ տանը, մինչ ես հուղարկավորության էի։ Ես խոսում էի հանգիստ։ Սա հոգատարություն չէ, սա դավաճանություն է։ Նա իջեցրեց աչքերը։ Ես ուզում էի ամեն ինչ բացատրել, իսկապես։ Իսկ այն $80,000, որ անցյալ տարի հանել ես իմ հաշվից, դա էլ ուզում էիր բացատրել։ Նա վեր բարձրացրեց աչքերը։ Որտեղից գիտես։ Ես հանեցի քաղվածքը։ Ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ, Կարեն։ Ես գիտեմ հաշվել։ Դու 5 տարի փոքր գումարներ ես հանել, մտածելով, թե ես չեմ նկատի։ Իսկ ես պարզապես սպասում էի, թե երբ կգաս ու կասես. «Մամ, օգնիր», բայց դու չեկար։ Դու պարզապես գողանում էիր։ Սա գողություն չէ։ Ես ուզում էի գերադարձնել։ Ուզում էիր, բայց չվերադարձրիր։ Նա նայում էր սեղանին, դեմքը սպիտակեց։ Ես շարունակեցի. Դու ուզում էիր վաճառել իմ տունը, ինձ տեղափոխել պանսիոնատ, իսկ մնացածը ծախսել քո պարտքերի վրա։ Մամ, ես պարտքեմ $200,000, ներդրում եմ արել մի նախագծի մեջ, կրիպտո, անհաջող։ Չեմ ուզում վերցնել հաճախորդներից։ Ես ցնցվեցի։ Հաճախորդներից։ Նա սառեց, հասկացավ, որ խոսքը սայթակեց։ Դա ժամանակավոր էր։ Ուզում էի ամեն ինչ վերադարձնել տոկոսներով մինչև աուդիտը։ Վերան առաջին անգամ միջամտեց։
Դուք հասկանում եք, որ սա քրեական հանցագործություն է։ Նա իջեցրեց գլուխը։ Հասկանում եմ։ Այդ դեպքում լսիր, ասացի ես։ Մենք կազմել ենք պլան, ոչ թե քեզ պատժելու, այլ քեզ ելք տալու համար։ Վերան հանեց փաստաթղթերը։ Ամեն ինչ հստակ էր։ Վաճառել ֆիրմայի բաժինը, վաճառել մեքենան, կրճատել ծախսերը։ Սա գծածքի պարտքը։ Նա նայում էր թղթերին, կարծես չինական գրություններ լինեին։ Դուք առաջարկում եք, որ ես վաճառեմ այն ամեն ինչ կառուցել եմ 15 տարում։ Ոչ, պատասխանեցի ես։ Մենք առաջարկում ենք, որ դու բանտ չնստես։ Նա խորը շունչ քաշեց։ Ես պետք է մտածեմ։ Քեզ տրվում է 3 օր, ասաց Վերան։ Եվ էլ մեկ բան, ավելացրի ես, վերադարձրու բանալիները։ Հիմա նա լուր հանեց, դրեց սեղանին։ Ես վերցրի, նայեցի նրան մոտիկից։ Հիշիր, այս տունը հորից ժառանգություն չէ, սա իմ տունն է, գնված իմ ծնողների բնակարանի վաճառքի գումարով, վճարված իմ կողմից։ Գիշերները աշխատել եմ, վճարել եմ վարկը, սովորեցրել եմ քեզ, գերագրել, հագցրել, եւ թույլ չեմ տա, որ դու ինձ վերաբերվես որպես ավելորդ բեռի։ Նա երկար լռեց, հետո շատ հանգիստ ասաց. Ներողություն, մամ, ես անմիջապես չհասկացա, որ ընդհանրապես չեմ հասկացել։ Ես դրեցի ձեռքս նրա ափի վրա։ Ոչ ինձ համար ներիր, ինքդ քեզ ներիր եւ ուղղիր։ Նա գլխով արեց, հետո վեր կացավ ու գնաց։ Բանալիները մնացին սեղանին։ Տունը թվում էր մի փոքր այլ։ Կարծես ամեն ինչ իր տեղում էր. պահարանը, ժամացույցը, բազկաթոռը, բայց զգացվում էր, որ ինչ որ մեկը այստեղ շրջել էր։ Գրքերի կույտերը թեքված էին, հյուրասենյակի գորգը ծալվել էր։ Այո, Կարենը փնտրում էր փաստաթղթեր, գուցե ձայնագրություններ, գուցե էլ ինչ որ բան։ Չգտավ։ Ես դանդաղ անցա սենյակներով, կանգ էի առնում գրադարանների մոտ, ուղում գրքերը, հարթեցնում վարագույրները։ Ննջասենյակում բացեցի տուփը։ Վազգինի ամուսնական մատանինը տեղում էր։ Նշանակում է, Իգորի մեջ ամեն ինչ չէր մեռել, մի բան մնացել էր։ Ամբողջ առաջին շաբաթը տունը կարգի էի բերում։ Դեն էի գցում հին թերթերը, տեղափոխում գրքերը, լվանում հատակները, կարծես լվանում էի օտարների հպումները։ Սա նման էր վերադարձի, կարծես կրկին դառնում էի տանտիրուհի, եւ այդ ամբողջ ժամանակ լռություն։ Ոչ զանգ, ոչ հաղորդագրություն։ 8-րդ օրը դուռը զանգեց։ Բացեցի։ Դրան շեմին Արամը, իմ թոռը։ Ամաչկոտ, ձեռքում վայրի ծաղիկների փունջ։ Բարև տատիկ, կարող եմ մտնել։ Ես լուր գլխով արեցի ու տեղս տվի։ Նստեցինք խոհանոցում։ Ծաղիկները դրի ծաղկամանի մեջ, միացրի թեյնիկը։ Նա լռում էր, շրջում էր անձեռոցիկը ձեռքում։ Ինչպե՞ս ես, հարցրեց, երբ նստեցինք։ Լավ եմ։ Իսկ դու? Ոչ այնքան լավ։ Մեր տանը ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Հայրիկն ու մայրիկը վիճում են։ Աստղիկը գրեթե չի գիշերում տանը, մնում է ընկերուհի մոտ։ Նա լռեց։ Ուզում ես ինչ-որ բան ասել, Արամ։ Ուզում եմ։ Ես կարոտում եմ այն ժամանակները, երբ մենք բոլորս նորմալ ընտանիք էինք։ Կիրակի օրերին գալիս էինք քեզ մոտ։ Դու տորթ էիր թխում, հայրիկը կատակում էր, մայրիկը ժպտում էր։ Ամեն ինչ իսկական էր։ Զգացի, թե ինչպես սեղմվեց սիրտս։ Իրոք, ամեն ինչ մի օրում չփլուզվեց։ Դա տարիներ շարունակ էր գնում, դանդաղ։ Նախկինում ամեն շաբաթ թխում էի Կարենի սիրելի տորթը։ Բոլորս միասին էինք հավաքվում։ Հետո սկսեցինք ավելի հազվադեպ գալ, հետո միայն տոներին, հետո ընդհանրապես չէին զանգում առանց պատճառի։ Գիտես, Արամ, հանգիստ ասացի ես։ Երբեմն անցյալը հետ չես բերի, բայց կարող ես նոր բան կառուցել, եթե իսկապես ուզենաս։ Նա գլխով արեց։ Կարող ենք կրկին գալ կիրակի օրերին, պարզապես միասին ճաշելու։ Կարող է սկսենք այս կիրակի։ Այո, ասացի ես։ Արի, եւ Աստղիկին էլ փորձիր համոզել։ Իսկ ծնողներիդ էլ հրավիրիր։ Գան լավ, չգան նշանակում է դեռ ժամանակը չէ։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը։ Կիրակի օրը շուտ եմ վեր կացել։ Թխեցի նույն այդ խնձորի տորթը, հրաշալի խրթխրթան կեղևով եւ դարչինով, ինչպես Կարենի մանկության ժամանակ։ Թխեցի հավ խոտաբույսերով, պատրաստեցի պյուրե, աղցան, սեղան գցեցի, ինչպես հին ժամանակներում։ Ժամը 2-ին զանգեց դուռը։ Առաջինը եկավ Արամը, օգնեց սեղանի շուրջը դասավորել աթոռները, բերեց գին ու շիշ։ Հետո Աստղիկը, անսպասելիորեն լուրջ, ձեռքում տորթերի տուփ։ Ես արդեն ուզում էի ասել, որ ամեն ինչ, երբ երրորդ զանգը հնչեց։ Դրան շեմին Կարենն ու Ժաննն։ Երկուսն էլ լուր, մի փոքր հեռու միմյանցից, բայց եկել էին, եւ դա էր գլխավորը։ Ճաշը սկսվեց անհարմար։ Կարճ նախադասություններ, աչքերը ափսեներում։ Բայց սնունդը իր գործն է անում։ Տորթը տաք հոտ էր գալիս։ Հավը գովաբանվեց։ Աստղիկը պատմում էր իր պրակտիկայի մասին, Արամը աշխատանքի նախագծի մասին։ Նույնիսկ Ժաննան ժպտաց,
երբ գովեցի նրա սանրվածքը։ Եվ միայն Կարենը նստած էր լուր։ Տորթից հետո թորներս գնացին հյուրասենյակ ֆիլմ միացնելու։ Ժաննան օգնում էր ինձ սպասքը լվանելու, իսկ Կարենը կանգնած էր խոհանոցի անկյունում։ Ես ինքս մոտեցա։ Ինչպես ես։ Նա ուսերը թոթվեց։ Վաճառեցի բաժինս, մարեցի պարտքի հիմնական մասը։ Աշխատանք եմ փնտրում։ Ծանր է, բայց ապրում եմ։ Դու կհաղթահարես, ասացի ես։ Նա ժպտաց։ Ֆինանսական խորհրդատու, ով ինքը խեղդվել է պարտքերի մեջ։ Ով կվերցնի ինձ։ Մի գաղափար կա, ասացի ես։ Հիշում ես Պսվլիկին, տնտեսագետը, ում հետ միասին աշխատել ենք դպրոցում։ Նա գլխով արեց։ Հիմա նա ղեկավարում է ֆինանսական գրագիտության կենտրոնը, փնտրում է դասախոս։ Խոսել եմ։ Պատրաստ է հանդիպել։ Նա նայում էր ինձ, կարծես չհավատար։ Դու ինձ առաջարկել ես։ Դու իմ որդին ես, Կարեն։ Դու շատ սխալվեցիր, բայց դա չի նշանակում, որ չես կարող կրկին սկսել։ Նա գլխով արեց։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ, իսկապես, շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ, մամ։ Ես ձեռքս դրի նրա ուսին։ Միայն հիմա ազնիվ, իսկապես։ Անցավ 2 ամիս այդ կիրակնորյա ճաշից։ Այդ ժամանակվանից ամեն շաբաթ հավաքվում էինք։ Երբեմն գալիս էին միայն Արամն ու Աստղիկը, երբեմն Կարենը Ժաննայի հետ։ Ոչ միշտ էր հեշտ։ Մենք չէինք ձևացնում, թե ոչինչ չի եղել, բայց դանդաղ սովորեցինք կրկին լսել միմյանց։ Կարենը վերջապես աշխատանքի անցավ ֆինանսական գրագիտության կենտրոնում։ Աշխատավարձը ավելի քիչ էր, քան սովոր էր, առանց պարգևների, գործուղումների, ռեստորանների։ Նա դասեր էր վարում թոշակառուների, երիտասարդ ընտանիքների, ուսանողների համար։ Սկզբում դժվար, անհարմար, հետո մտավ կոլեկտիվի մեջ։ Մի անգամ նույնիսկ ասաց ինձ. «Մամ, գիտես, երբ պատմում ես, թե ինչպես չպետք է վարվել փողի հետ, դա ինչ-որ պատճառով շատ ավելի մեծ տպավորություն է թողնում, քան դասագրքի խորհուրդները»։ Ես միայն գլխով արեցի։ Նա 48 տարեկանում սկսում էր մեծանալ։ Կարենն ու Ժաննան բաժանվեցին առանց աղմուկի։ Հանգիստ, երևի արդեն չէր փրկվի, չափից շատ վիրավորանք էր կուտակվել։ Նա տեղափոխվեց ծնողների մոտ, որոներ։ Մենք չէինք քննարկում նրան։ Գիտեի, դա իրենց որոշումն էր, ինձ այնտեղ խառնվել պետք չէր։ Թորներս զարմանալիորեն փոխվեցին։ Արամը սկսեց ավելի շատ հետաքրքրվել ընտանիքի պատմությամբ։ Հարցնում էր իմ ծնողների, թե ինչպես եմ հանդիպել Վազգենին, թե ինչպես ենք ապրել 80-ականներին մեկ աշխատավարձով։ Նույնիսկ խնդրեց ցույց տալ հին լուսանկարները։ Իսկ Աստղիկը գրանցվեց իրավունքի երեկոյան դասընթացների։ Մի անգամ խոստովանեց, որ Վերայի հետ խոսակցությունից հետո ինչ-որ բան ներսում սեղմվեց։ Հասկացա, ասաց ինձ, ուզում եմ լինել նրա պես, խելացի, հանգիստ, ուժեղ եւ արդար։ Այդ դեպքում քեզ մոտ կստացվի, ասացի ես։ Միայն մի բան, մի վախենա ասել ոչ, նույնիսկ եթե դա հարազատներն են։ Հատկապես եթե հարազատներն են։ Կարենը սկսեց ավելի հաճախ զանգել։ Պարզապես այնպես, առանց առիթի։ Հարցնում էր ինչպես եմ զգում, ինչպես են գլում բաները։ Երբեմն բերում էր մթերք կամ գալիս էր օգնելու տան գործերում։ Բայց գլխավորը նրա մեջ անհետացավ շտապողականությունը։ Այլևս չէր ասում, ինձ հանդիպում ունեմ, հետո կզանգեմ։ Հիմա ոչ, մամ։ Նա իսկապես լսում էր։ Մի անգամ տեսա, թե ինչպես է կանգնած հյուրասենյակի պատուհանի մոտ եւ նայում մեր այգուն։ Գիտես, մամ, հանգիստ ասաց նա, ես միշտ մտածում էի, որ այս տունը հայրիկինն է, որ նա է կառուցել, որ նա է գլխավորը, իսկ դու պարզապես կողքին էիր։ Իսկ հիմա հասկանում եմ, դու ես կառուցել, դու ես դիմացել, դու ես բոլորիս պահել։ Ես ոչինչ չպատասխանեցի, պարզապես գրկեցի նրան։ Նա արդեն մեծահասակ էր, մոխրագույն մազերով, կնճռոտ մատներով եւ հոգնած աչքերով, բայց այդ պահին կրկին իմ տղան էր։ Ժամանակն անցավ, աշունն աննկատ եկավ, տերևները թափվում էին, օդը սառչում էր, եւ մի երեկո թեյ խմելիս ասացի. ես մեկնում եմ։ Ուր, վախեցած վեր թռավարանը։ Եվրոպա 3 ամսով։ Բոլորը սառեցին։ Մամ, լուրջ ես։ Կարենը նայում էր ինձ, կարծես առաջին անգամ տեսներ։ Անգլիա, բրիտանական թանգարանը տեսնելու, Փարիզ, Սենի ափին, Իտալիա, Հռոմի նեղուղիներով, Հունաստան պարզապես ծովի ափին նստելու։ Ես դրա համար կուտակել եմ։ Կարենը իջեցրեց աչքերը։ Ես չգիտեի։ Պետք չէր իմանալ։
մեղմ ասացի ես։ Որոշ բաներ կինը պետք է անի իր համար։ Նրանք բոլորը եկան օդանավակայան ինձ ճանապարհելու։ Լաց եղան, գրկեցին։ Նույնիսկ Ժաննան հաղորդագրություն ուղարկեց։ Հաջող ճանապարհ եւ շնորհակալություն ամեն ինչի համար։ Օդանավում նայում էի պատուհանից եւ մտածում. սա տոների եւ շրջանակի մեջ լուսանկարների մասին չէ։ Սա հարգանքի, ազնվության, այն մասին է, որ դու իրավունք չունես մեկ ուրիշ մարդուց խլելու նրա ձայնը, նրա տոնը, նրա որոշում կայացնելու իրավունքը։ Ես չեմ պայքարել իշխանության համար, ես պայքարել եմ լսված լինելու իրավունքի համար եւ լսվել եմ։ Ես երբեք չեմ եղել հարևան շրջանից հեռու, նույնիսկ երիտասարդության տարիներին, կամ ժամանակ չկար, կամ փող, կամ թվում էր ոչ իմը։ Իսկ հիմա կանգնած Լոնդոնի կայարանի հարթակին, ճամպրուկով եւ փայտով ձեռքիս, հանկարծ հասկացա, սա ամեն ինչ իմն է։ Թանգարանը, կամուրջները, օտար լեզվով սուրճի հոտը։ Պարզապես ես ամբողջ կյանքս սա հետաձգել եմ հետոյի համար։ Բրիտանական թանգարանում երկար կամնեցի հին արտեֆակտների վիտրինի առջև։ Նայում էի ու մտածում. ահա դու, Լիդիա, ամբողջ կյանքդ լուծում էիր օտարների խնդիրները, ուղում օտարների սխալները։ Իսկ հիմա քո հերթն է։ Փարիզում նստած էի Սենի ափին, սուրճ էի խմում, նայում թե ինչպես են զբոսաշրջիկները վազում քարտեզներով, եւ առաջին անգամ ոչ միտեղ չէի շտապում։ Իտալիայում շրջում էի նեղուղիներով, ուտում էի սպիտակ սնկով պաստա եւ լռում էի։ Պարզապես լսում էի ինքս առանց անհանգստության, առանց պարտավորությունների։ Հունաստանում պարզապես պարկած էի լողափում, ալիքների աղմուկի տակ եւ բլոկնոտում գրում էի այն քաղաքների անունները, ուր դեռ ուզում եմ հասնել։ Ամեն կիրակի զանգում էի տուն։ Արամը պատմում էր, թե ինչպես են պատրաստում բորշը իմ բաղադրատոմսով։ Աստղիկը խորհուրդներ էր խնդրում կուրսային աշխատանքի համար։ Կարենը հետաքրքրվում էր, թե որտեղ եմ հիմա եւ ինչպես եմ հասել։ Նույնիսկ Ժաննան բացիկ ուղարկեց. դու ավելի ուժեղ ես, քան մենք բոլորս միասին։ Ներողություն, որ շուտ չհասկացա։ Ես հավատում էի յուրաքանչյուր բառին, որովհետև իսկապես ինչ-որ բան փոխվել էր։ Ոչ դրսից, այլ ներսից։ Այլևս ոչ ոք ինձ չէր ընկալում որպես թույլ, հարմար, լուռ մարդ։ Ես ինձ վերադարձրեցի ձայնս, եւ ոչ ոք այլևս չէր կարող խոսել իմ փոխարեն։ Երբ վերադարձա, օդանավակայանում ինձ սպասում էին ծաղիկներով, բարի վերադարձ գրությամբ պաստառներով, գրկախառնություններով եւ ինչպես պարզվեց, նոր վերանորոգմամբ։ Սյուրպրիզ, ասեց Արամը։ Լոգարանը թարմացրինք, բոլորս միասին գումար հավաքեցինք։ Դու տարիներ շարունակ ասում էիր, որ ուզում ես փոխել սալիկները, ավելացրեց Աստղիկը։ Մտա ներս եւ լաց եղա։ Ոչ սալիկներից, այլ նրանից, որ ինձ լսել էին։ Հիմա իմ ննջասենյակում կա նոր գլոբուս, իսկ կողքին բլոկնոտ, ուր գրում եմ այն երկրները, ուր դեռ կգնամ։ Իսկ մահճակալի սեղանիկին լուսանկար։ Ես ամբողջը շարֆով Էյֆելյան աշտարակի ֆոնին եւ ծերագիր գրություն։ Դեռ ուշ չէ, երբեք ուշ չէ։ Պարզապես բավական է սпасել ինչ-որ մեկի թույլտվությանը։ Անցյալը չի մոռացվել, պետք էլ չէ։ Այն իմ մասն է, բայց հիմա այն այլևս չի կառավարում ինձ։ Ես ոչ միայն մայր եմ, ոչ միայն տատիկ, ոչ միայն ուսուցիչ։ Ես կին եմ, ով իրավունք ունի երազելու, նույնիսկ 70-ներում, հատկապես 70-ներում։ Վերադարձից հետո ես ինձ զգում էի այլ կերպ, ոչ ավելի երիտասարդ, ոչ, պարզապես ավելի ամբողջական։ Կարծես հավաքել եմ ինձ բոլոր մասերը, որոնք տարիների ընթացքում բաժանել եմ աշակերտներիս, որդուս, ամուսնուս, թոռներիս։ Հիմա դրանք իմ մոտ են, եւ ես ոչ պակաս եմ, քան իմ բոլոր տերերը։ Տունը կրկին դարձավ հայրենի, ոչ պարզապես բնակարան, այլ հենց իմ տարածքը։ Արթնանում էի ոչ թե ժամացույցից, այլ նրանից, թե ինչպես է արևը անցնում պատին։ Թխում էի տորթեր, կարդում, լսում լռությունը։ Ինձ վերադարձավ հետաքրքրությունը այն բաների հանդեպ, որոնք նախկինում կարծես դադարի մեջ էին։ Հայտնվեցին նույնիսկ հյուրեր, ոչ տոներին, ոչ պարտադրանքով, այլ իսկապես։ Գալիս էր հարևանուհի Վարսիկը, թեյ խմելու եւ զրուցելու։ Զանգում էր նախկին գործընկեր Գայանեն, վերադարձել ես, եկ հանդիպենք։ Մի անգամ եկավ նույնիսկ տարեց աշակերտուհիս։ Աղջիկը 2001 թվականից, հիմա չափահաս կին, 3 երեխաների մայր։ Դուք ժամանակին ասացիք, որ ես խելացի եմ, այդ ժամանակ ես առաջին անգամ կյանքումս հավատացի, ասաց նա։ Իսկ ընտանիքը շարունակում էր փոխվել։ Կարծես հին թաղանթը հանել էին եւ վերջապես սկսել էին նայել միմյանց առանց ֆիլտրի։ Ժաննան ինքն էր զանգել, Որոնեժից, ես շատ բաներ սխալ արեցի։ Վախենում էի, որ քո տունը հավերժ կլինի, իսկ ես միշտ օտար կմնամ։ Կարող էիր պարզապես խոսել, հանգիստ պատասխանեցի ես։ Կարող էի, բայց չգիտեի ինչպես։
Շնորհակալ եմ, որ խոստովանեցիր, միայն ասացի ես։ Եվ իսկապես սա այլևս պահանջներ չէր, սա արդեն գիտակցություն էր։ Կարենը հրավիրում էր ինձ իր դասախոսություններին։ Նա դասախոսություն էր կարդում թոշակառուների համար անձնական ֆինանսների մասին եւ ուզում էր, որ պարզապես գամ լսեմ։ Ես եկա, նստեցի առաջին շարքում։ Նա վստահ էր խոսում, առանց թղթի, եւ հանկարծ ասաց. «Ամեն ինչ գիտեմ, սովորել եմ իմ մորից։ Նա տնտեսագետ չէ, բայց նա ինձ սովորեցրեց ապրել եւ չհանձնվել»։ Գրեթե լաց եղա, միայն գլխով արեցի։ Վերջում մոտ եկավ մի կին գլխաշորով. «Շնորհակալ եմ ձեզ երկուսիդ, այսօր իմ կյանքը շուռ տվեցիք»։ Կիրակնօրյա ճաշերը դարձան մշտական, առանց շքեղությունների, պարզ սեղան, սնունդ հոգով, խոսակցություններ առանց դիմակների։ Մի անգամ Աստղիկը բերեց դիմում. «Ես ընդունվում եմ մագիստրատուրա, իրավաբանական ֆակուլտետ», վերան խոստացավ լինել իմ գիտական ղեկավարը։ Արամը սկսեց խոսել այն մասին, որ ուզում է վարկ վերցնել, բայց միայն երբ վստահ լինի, որ կկարողանա։ Նա գալիս էր խորհրդի համար, հարցնում, խորհրդակցում։ Հիմա ես տեսնում էի, նրանք ոչ միայն մեծացել են, նրանք դարձել են գիտակից։ Մի երեկո ես նստած էի ցանկապատին, պլեդով, թեյի բաժակով։ Նայում էի, թե ինչպես է մայրամուտը դնում հին թղկու վրա, դարպասի մոտ, եւ Կարենը հանգիստ դուրս եկավ ինձ մոտ։ «Մամ, ես շատ բաներ սխալ արեցի եւ շատ բան կորցրի»։ «Իսկ որոշ բաներ պահպանեցիր», ասացի ես, ինքդ քեզ եւ ամեն ինչ կրկին կառուցելու շանսը։ Նա նստեց կողքիս, լռեցինք։ Հետո հանկարծ ասաց. «Ես ուրախ եմ, որ այն ժամանակ դուռը չբացվեց»։ Ես շրջվեցի։ Նա նայեց փողոցի կողմը։ «Որովհետև եթե դու պարզապես ներս մտնեիր, ես կշարունակեի մտածել, որ դու ավելի թույլ ես, քան կաս, իսկ այդպես ես հասկացա»։ «Ինչ հասկացար»։ «Ես հասկացա, որ ունեմ ուժեղ մայր եւ որ տունը ոչ թե պատեր են, այլ հարգանք, եւ տեղ, ուր ոչ ոք քեզ դուրս չի շպտի»։ Ես շպտացի եւ հանկարծ դարձա հանգիստ։ Ոչ թե այն պատճառով, որ ամեն ինչ կատարյալ է, այլ որովհետև ամեն ինչ դարձավ իսկական։ Անցավ կես տարի, ու մանք կասեին քիչ է, իսկ ինձ համար սա նոր գլուխ էր, գրված այլ ձեռագրով, առանց անցյալը ջնջելու, առանց ստի, պարզապես ազնիվ այնտեղից, ուր ես մի անգամ հասկացա, այլևս լռել չի կարելի։ Տունը կրկին ապրում էր, ոչ պարզապես կանգնած էր, այլ ապրում էր։ Հնչում էին ձայներ, դռները բացվում փակվում էին, հոտ էր գալիս թարմ թխվածքից։ Կիրակի օրերին հավաքվում էր ընտանիքը, ումանք բերում էին աղցան, ումանք կատակներ, ումանք հոգնածություն, բայց բոլորը գալիս էին կամքով, ոչ պարտադրանքով։ Ես չէի հիշեցնում պարտքերի, վիրավորանքների, կողպեքների մասին, ոչ թե որ մոռացել էի, այլ որ ներել էի, իսկ դա բոլորովին այլ բան է։ Մի անգամ Աստղիկը վերադառնալով համալսարանից բերեց ինձ փոքրիկ սև տուփ։ Մենք Արամի հետ հավաքեցինք, պարզապես նվեր, պարզապես այն պատճառով, որ դու մեզ մոտ ես։ Ներսում կար փոքրիկ կախազարդ, դռան ձևով, հետևի կողմում փորագրություն։ Դու այն մեկն ես, ով պահում է տունը, նույնիսկ երբ քեզ չեն թողնում ներս։ Ես երկար պահեցի կախազարդը ափիս մեջ, հետո կախեցի պարանոցիս եւ գրում եմ մինչ օրս։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եղաք մինչև այս պատմության ավարտը։